Արգելի ունկնդիրներ, շարունակում ենք ուրիշ նորությունները, խոսելու ենք տոների մասին։ Կան տոներ, որոնց մենք սպասում ենք մի ամբողջ տարի։ Երեխաները հավանաբար այդպես սպասում են իրենց ծննդյան օրերը, ինչու ոչ նոր տարին, իսկ մենք բոլորս հայերս սպասում ենք մեր քաղաքամայր Երևանի ծննդյան օրվան, որն այս տարի դառնում է 2807 տարեկան։ Եվ այս պատկառելի տարիքում մեր քաղաքամայր Երևանը պատրաստել է միջոցառումների շարք, որոնցից մեկի մասին սիրով ուզում ենք խոսել մեր հյուրի հետ։ Մինչ այդ ասեմ, որ Երևանի պատմության թանգարանը ներկայացնում է նոր եւ յուրահատուկ ցուցադրություն խորհրդային կենցաղից մինչեւ արդյունաբերական ժամանակներ, ժառանգություն խորագրով։ Իսկ մենք հյուրընկալել ենք Երևանի պատմության թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանին եւ մեր ծրագրի լավ բարեկամ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ անդրադառնալու մեր քաղաքի ծննդյան տարեդարձին, ինչպես նաև մեր թանգարանում սպասվող այդ ցուցահանդեսի մանրամասներին։ Սիրո, որովհետև դա մշտապես հետաքրքրում է եւ միանգամայն տրամաբանական հարց, ինչպես միտք առաջացավ հենց այս թեմային անդրադառնալ մեր քաղաքամայր Երևանի ծննդյան օրվա առթիվ։ Եթե ես չեմ սխալվում, նախորդ այստեղ որ հյուրընկալվել էի հաղորդման շրջանակներում, ես այո, դա նվիրված ունեինք կանանց տոնի ցուցահանդես, ես այդ ժամանակ նշեցի, որ մենք անակնկալներ ենք պատրաստում եւ դրանցից մեկը հենց այս խորհրդային շրջանի, ուրեմն Երևանի արդյունաբերությանը, Երևանի կենցաղին նվիրված ցուցադրությունն է։ Շատերը կփաստեն, որ Երևանը որպես, ինչպես ընդունված է ասել, վարդագույն քաղաք իր ծաղկուն ամենամեծ ժամանակաշրջանը ապրել է հենց խորհրդային տարիներին, դա կարող ենք ներկայացնել 1920-ից մինչև 1990-ականները եւ հենց այդ ժամանակահատվածում է, որ ձևավորվել են շատ ընտանիքներում կենցաղային տարբեր, ես շատ պատմություններ եմ լսում այդ տարիների սերունդի մարդկանցից, որոնք ասում են, որ օրինակ շատ ապրանքներ իրենց չկար խանութներում միատեսակ են, ու դա սովետական ուրեմն շրջանի համարվում էր, այսպես ասած, սակավությունը, բայց միանմանությունը։ Եվ մենք շատ հետաքրքիր ուրեմն երկխոսություն արեցինք հանրության հետ, օրինակ մեր պաշտոնական կայքեջերով, սոցիալական ցանցերով հայտարարություն տեղադրեցինք, որ մենք պատրաստվում ենք նման ցուցահանդեսի եւ չեք պատկերացնի ինչքան արձագանքներ եղավ, մարդիկ շատ իրեր մեզ նվիրեցին, ինչ որ բաներ մենք չունեինք բնականաբար, մենք ունենք գործարանների արտադրանքներ, բայց բնակարանային ինտերիերի պարագաների սակավություն ունեինք եւ այդ առիթով մեզ ահագին օգնեցին մեր համակարգացիները, ժամացույց, հեռուստացույցի տակդիր, աթոռ, փոքրիկ սեղան, կահույք, մի մասը մենք ձեռք բերեցինք, գնեցինք, մի մասը նվիրեցին եւ արդյունքում մենք արդեն մեր այցելուները կկարողանան տեսնել այդ հավաքական բնակարանը, որտեղ անգամ քիվը խորհրդային շրջանի է, վարակույրը, այնտեղ գորգը, Երևանի գորգով ծածկել ենք հատակը, այդ խելգը հայտնի կահույքները սովետական շրջանի շատերի տներում տատիկ պապիկների դեռևս կան։ Մի խոսքով փորձել ենք անգամ պատի, ուրեմն այդ աբոյը սովետական եւ հենց Մոսկվայի պաստառայո սովետական եւ Մոսկվայի վրանը գրված աբոյն է ֆաբրիկա, այսինքն երբ որ ռուսերեն անգամ այդ այո, որակի նշանն է, դա այս ամենը ինձ թվում է շատ գրավիչ ու հետաքրքիր կլինի վերապրելու, ովքեր ապրել են այդ ժամանակաշրջանում կամ հիշողությունները վերապրելու եւ զգալու։ Կարելի ասել, որ այս ցուցադրությունը ձևավորել եք հարցման արդյունքում, այսինքն պահանջարկը զգացել եք, պահանջարկը կար։ Այո, որովհետև այցելուների հետ մենք նաև հարցախույզ ենք իրականացրել եւ շատերը ասում են, վայ, թանգարանի ցուցադրությունը բրծավ, այս ավարտվեց, այսքանն էր, բայց լավ կլիներ, որ լիներ, օրինակ այդ փաստորեն մենք զգացինք, որ նաև պահանջարկ այցելուների կա հիշելու, վերապրելու իրենց մանկությունը, որտեղ երբ որ փոքրիկ միջոցառումներ են արել տարվա ընթացքում այստեղ էլ նկատել ենք, որ այցելուները ուզում են այդ հուզական կապ ունենալ թանգարանների առարկաների միջոցով, որպեսզի հիշեն այդ նոստալգիկ, ուրեմն հոգեվիճակները, ապրումները մարդկանց համար շատ կարևոր են իրենց ներքուստ բացահայտելու, վերհիշելու, վերապրելու այդ ժամանակաշրջանը
շրջանը կամ իր սերունդներին, այսպես ասած։ Եթե մի պահ փորձենք այս ինֆորմացիայից այսպես այդ ինֆորմացիային կողքից նայել, ապա չեն կարող չփաստել, որ մարդիկ ձգտում են խելացի տան պայմաններին։ Այսօր մեկ կոճակի սեղմումով կառավարվում է ամբողջ տունը եւ ժամանակակից մարդիկ ավելի շուտ ասենք երիտասարդ սերունդը ձգտում է այդպիսի տներին, երբ փոշեկուլը ինքնուրույն է իր գործողությունը կատարում, լույսերը մեկ հրահանգով են միանում անջատում եւ մի խոսքով ամբողջ տեխնիկան մարդկային մեկ հրամանով կատարում է իր, այսպես ասած, պարտականությունները, բայց մյուս կողմից տեսնում ենք ձգտում վերադարձ դեպի անցյալ։ Թյուր կարծիք չստեղծվի, որ դա միայն այն մարդկանց համար է, ովքեր որ ապրել են եւ հիմա կարոտում են այդ շրջանը։ Ինչպես է պատրաստվում երիտասարդներին ներգրավել այս ցուցադրությանը։ Արդյոք իրենց հետաքրքիր կլինի։ Գիտեք, շատ հետաքրքիր հարց եք տալիս, ես փորձեմ մեկնաբանել այլ կտրվածքով, քանի որ նայեք շատ դեպքերում շատ անհատական է վերաբերմունքը անցյալի հիշողությանը եւ ինչպես նաեւ այդ սմարթ տեխնոլոգիաների կիրառումը, բնականաբար այսօրվա դարաշրջանում այս որտեղ որ տարածված են հիմնականում ինչպես գիտենք ChatGPT-ները եւ արհեստական բանականության տարբեր ուրեմն հարթակները, որոնք ստեղծում են, այո, ընդհանուր նկարները կենթանացնում են եւ այլն, դա իր տեղն ունի եւ բնականաբար դա պետք է առաջ գնալ, բայց երբ որ հետ հայացք ենք գցում անցյալի վրա, օրինակ դպրոցական երեխաները, որ գալիս են, շատ հետաքրքրված են մեր 18-րդ, 19-րդ տարի բնակարանի ինտերիերով նայում են, ինչի նաեւ շատ մոդայիկ է այսօր սրճարաններ եւ տարբեր նման կոնցեպտով վայրեր ստեղծելու։ Մեր քաղաքում նույնպես կա կլուբ SSSR, այո, Հայկը Բյանջան, որ ստեղծել է, էլի հետաքրքիր այո, շատ հետաքրքիր կոնցեպտով է եւ տարբեր փոքրիկ սրճարաններից սկսած կան, երբ որ ակցենտավորվում են հիմնականում հին անցյալի հուշերի վերապրելու այս գաղափարը, իսկ այս առաջադեմ մեր ուրեմն երիտասարդները, այդ թվում նաև ես ինչքան էլ աշխատում եմ թանգարանում եւ ղեկավարում եմ այնպիսի մի հիմնարկություն, այո, որը կապ ունի, մենք մշտապես նաև փորձում ենք տարբեր ձևաչափերով ցուցադրությունների մեջ ներառենք ժամանակակից տեխնոլոգիաների գաղափարը, որը շատ արդիական է աշխարհում եւ այսօր կարծում եմ դրանք իրար չպիտի խանգարեն, դրանք պիտի իրար օգնեն, որպեսզի առաջ գնա այդ ամենը եւ հանրահռչակվի։ Այսօր անգամ ես ինքս ականատեսն եմ եղել, երբ շատ երիտասարդները հավանաբար տանը լսելով, երբ որ ինչ-որ բանից դժգոհում են ներկայում, ասում են, բա լավ չէր սովետի ժամանակ, նայում ես տարիքին, տեսնում ես 10-15 տարեկան է։ Փաստորեն այդ կարծրատիպը, որ սովետի ժամանակ լավ էր, թեև հակառակ կարծիքներ գոյություն ունի հանրության շրջանում, բայց շատերը իսկապես երանությամբ են հիշում այդ ժամանակները եւ վստահ եմ, որ այցելությունը կարծես այսպես ժամանակի մեքենա լինի, հա, իրենք 21-րդ դարից մուտք գործելով թանգարան, մուտք կգործեն նաև նախորդ դար եւ կապրեն, կներշնչեն այն բոլոր այն ամբողջ մթնոլորտը, որը ապրել են իրենց երիտասարդության ժամանակ։ Ասացիք շատերը նվիրատվություն արեցին որոշ առարկաների, ցուցանմուշների, իսկ ինչ ունեիք եւ եթե առարկայական ինչով համալրվեց ասեմ, մենք բնակարանային ինտերիերի մեծ պարագաներ չունենք, հիմնականում մեզ մոտ սպասքեր, արտադրանմուշներ գործարանների, քանի որ մենք մեծ հատվածով ներկայացնում ենք նաև օրինակ ժամացույցի գործարանի արտադրանքը, բնականաբար հենց այդ նույն տարածքում ցուցադրության մեջ է, որովհետև նայեք, բնակարանում բնականաբար եղել է ննջասենյակում այդ Սևանի զարթուցիչները, որը որ շատ հասկանանք, եթե պատրաստ եք պակագծերը բացելու, մի քանի սենյակից բաղկացած բնակարան եք ցուցադրել։ Ուրեմն ցուցադրում ենք 1920-ական 30-ական թվականի Աղասի Խանջանին պատկանող ուրեմն կահույքը ննջարանը եւ դրան զուգահեռ 60-70-ական թվականների հյուրասենյակը, բայց թանգարանի ցուցադրությունը փորձել ենք նաեւ
շատ առարկաներով ներկայացնել, օրինակ տեքստիլը Երևանում արտադրված մանածական գործարանի, ուրեմն ֆաբրիկայի նմուշներով, Մասիս արտադրական, ուրեմն կոշիկներ ունենք ներկայացնում, մի հատված այնտեղ երեխաների կոշիկներ կան, վերարկու կա տիկնոջ, որը Երևանի հենց արտադրություն է գործ, ներկայացնում ենք ժամուցի գործարանի ամբողջ հավաքածուն ինչ ունենք, քանի որ օրինակ այդ զարթուցիչները տեղադրված են եղել ննջա սենյակում եւ մենք ամբողջությամբ եւ շատերը որ տեսնեն կհիշեն իրենց հիշողություններում վայ կասեն տատիկիս տանը կար այսպեսի բան ներկայացնում ենք նաեւ ուրեմն ծխախոտի նմուշները բացառիկ որ մեզ մոտ կան Սևան, Արինբերդ, ՀԾ, այն Ախթամար, Երևանի Երևանի տարբեր գույներով Կոսմոս այդ հավաքածուն ծխախոտի նմուշների ունենք, այսպես ասած բոմբոներկաների ժամանակի տուփերը, որ շատ գեղեցիկ ուրեմն արված դիզայնով կան, չէ, կոնֆետ չի լինի, բայց տուփերը շատ գեղեցիկ են, այդ ներկայացնում ենք, ունենք շամպայնի գինու գործարանի, այո, Թանգարանում հավաքածու ունենք նման այդ կոնֆետների տուփերի, շամպայն եւ գինիների գործարանի արտադրանք սովետական շամպայն կհիշեն շատերը, չնայած այսօր էլ է արտադրվում ներկայացնում ենք նաև կառամելի այդ ինչպես ասացի գործարանը, ֆաբրիկաները, որտեղ միրգ են ճզմում այդ դեղցի, այդ մուրաբաների, ամբողջ դրանց ուրեմն պիտակների շարք ենք ներկայացնում, կոնյակի գործարանի նմուշները տարբեր փորձել ենք ներկայացնել այն ամենը, ինչ որ թանգարանում առկա էր այդ խորհրդային շրջանի, քանի որ այն ժամանակ, երբ որ թողարկում էին արտադրանք էին տալիս, նաև թանգարանի ի պահ տրվում էր նման արտադրաննմուշները, որտեղ մեզ մոտ պահպանում օրինակ Երևանի Դաշնամուրի գործարանի Դաշնամուրը ժամանակին նույնպես խորհրդային շրջանում նման գեղեցիկ ուրեմն ձև է եղել, որ թանգարանին մշտապես տրամադրել են այդ արտադրատեսակներից եւ դրա արդյունքում է հավաքածուն հարստացել համալրվել, որի շնորհիվ մենք այսօր կարողանում ենք կազմակերպել ցուցադրություններ Այսքանը կարծում եմ, որ այցելուների մոտ կստեղծվի գեղեցիկ ուրեմն պահեր, որ կվերապրեն իրենց տատիկների, պապիկների կամ պատմած այդ, որ դուք ասում եք սովետի ժամանակ լավ էր, դա շատ հակասական է, մարդիկ ասում են լավ էր, մի մասը ասում են վատ էր, եւ եթե մենք նաեւ հիշենք, այնտեղ մենք ֆիլմեր ենք ցուցադրելու, Երևանյան էսքիզներ, Երևանի երազողները, շատ խորհրդային շրջանի հայտնի ֆիլմեր կամ առհասարակ ֆիլմերում մարդիկ կարող են նաեւ տեսնել այդ դրվագները բնակարանային ուրեմն ինտերիերների ինչեր կար հեռուստացույցը այն ժամանակվա որ կար նվագարկիչները այո դրա տակ էին ապարում չէ այդ երաժշտության ներքո կամ դաշնամուրներ այո երաժշտական ուղեկցություն կլինի այդ ժամանակաշրջանի Այո, մենք մեծ հեռուստացույցով էկրանով ցույց ենք տալու բազմաթիվ ուրեմն տենց կինոներ, որ մարդիկ կարող են նաև այցելել թանգարան եւ նայել Իսկ այն ցուցանմուշները, որոնցով համալրվեց հիմա թանգարանը, գուցե կա ինչ-որ հետաքրքիր պատմություն, ասենք, տերը բերելով ինչ-որ բան է պատմել եւ դա էլ առանձնակի մի արժեք է, թեև գուցե ոչ երևացող։ Ցանկացած այս մենք ինչ-որ որ ձեռք ենք բերել, շատ հետաքրքիր էր, մարդ կար, որ պատմել, որ շատ դժվար են նաեւ շատ մարդիկ ում հրաժարվում, այո, իրերից, կան, որ հիշողություններ են պատմում, այո, ինչպես դուք եք ասում, ես կարծում եմ, որ եւ շատ ուրախանում եմ, որ դա լինելու է թանգարանում, բայց կային նաեւ մարդիկ, որ իմանում էին, որ թանգարանի համար է շատ բարձր գներ էին ասում վաճառելու համար, այսինքն մարդիկ շատ տարբեր են բնականաբար եւ մենք ընտրել ենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է։ Եվ շատ բազմազան բաներ են մեզ առաջարկել, որը որ ցավոք օրինակ խորհրդային շրջանի խոհանոցի պարագաներ, որը մենք տարածքի խնդիր ունենք, չէինք կարող ցուցադրել, այնտեղ շաքարամանների մեծ հավաքածու, շատ բաներ, կա անգամ մեզ սոցիալական ցանցերով ուղարկում էին նկարները եւ մեր աշխատակազմը ստիպված էր ընտրել ինչը վերցնենք, որ կարեւոր է հենց հյուրասենյակի համար, ոչ թե խոհանոցի կամ այլ սենյակների։ Իսկ կա ինչ-որ պատմություն ամեն դեպքում որևէ իրի կամ առարկայի հետ կապված, որ տպավորվել է ձեր մեջ։
Ճիշտն ասած, մի կահույք ունենք, որ ձեռք ենք բերել, այդ կահույքը, այդ խելգա կահույքը 3 մասից է բաղկացած եւ հիմնականում, եթե կհիշեն շատերը, գրքերով էին այդ ապակիներով հատվածը տեղադրում, ուղղակի մենք ուզում էինք 3-ն ունենայինք հյուրասենյակում, բայց մեկն ենք դրել, որտեղ բառի հատված կար, բացվում էր եւ այլն, այդտեղ կարծում եմ, որ լավ որ վերցնում ենք, մարդիկ ոնց որ ավելի իրենց ոնց որ ներքին իրենց բառ, իրենց անձնական տարածքն է եղել եւ դա ոնց որ շփումների արդյունքում որոշակի պատմություններ են պատմում, որը այս բան ես չեմ ուզում հանրայնացնել, բայց հետաքրքիր էր իրենց վերաբերմունքը իրենց տան իրի հանդեպ։ Իսկ որ տրամադրել են հետո վերադարձի պայմանով ցուցադրության համար։ Չէ, նման չէ՞։ բան չունենք, բայց կարծում եմ, որ ովքեր որ տրամադրել են գան տեսնեն, շատ կհավանեն այդ ինտերիերը բնակարանային։ Մի քիչ ավելի հստակ խոսենք ժամկետների մասին, արդյոք 2 օրվա համար է, թե ավելի երկար կլինի եւ պատահական մարդիկ պիտի իմանան, թե նաեւ գուցե դպրոցականների համար ծրագիր ունեք կամ ուսանողների, ինչպես է հետագա կյանքը ցուցադրության։ Ուրեմն ասեմ, որ այս ցուցադրությունը մենք, քանի որ դա քաղաքի պատմության շարունակությունն է, մենք մի ամբողջ հարկը տրամադրել ենք այդ որոշակի փոփոխությունների արդյունքում եւ մշտապես այս խորհրդային շրջանի ցուցադրությունը կմնա այստեղ, որը որ հետագայում կստեղծենք ծրագրեր, կրթական ծրագրեր դպրոցականների, ուսանողների հետ, որպեսզի նրանք ներկա լինեն եւ շուրջ 200 թանգարանային առարկա է ներկայացված այստեղ, փոքր իրեր են, մեծ իրեր են եւ այս ամենը դեռ կարծում եմ երկար ժամանակ կմնա մեր մշտական ցուցադրության մասում, մինչեւ կոնցեպտուալ եւ այլ փոփոխությունները ներկայացնելը հետագայում, այսինքն խնդիր չկա ժամկետի, այցելուները կարող են հոկտեմբերի 11-ից սկսած այցելել ցուցադրությունը եւ այն նվիրված է մեր քաղաքի ուրեմն 2807 ամյակին, որը որ կարծում եմ առանց դրա էլ մենք այդ օրերին շատ այցելուներ ենք ունենում դպրոցականներից, բայց այս ցուցադրությունը եւս մեկ ձևով այո։ Իսկ ընդհանրապես թանգարանի ծրագրերում լինում են շրջիկ ցուցադրություններ եւ արդյոք այս մեկը կարող է դառնալ, ասենք դե հասկանալի է, գուցե մարզերում ապրող մեր հայրենակիցները շատ կուզենային տեսնել, բայց ինչ որ մինի տեսակը ենթադրենք տեղափոխեք որևէ մարզ կամ նման ծրագրեր եւ ոչ միայն այս ցուցադրության հետ կապված։ Այլ ձևաչափով շրջիկ ցուցահանդեսների գաղափարներ ունենք Երևանի լուսանկարների մասով ցուցադրելու մարզերում եւ այլ քաղաքներում։ Այստեղ քան որ մենք խոսք ունենք կահույքի եւ ավելի ծանր ուրեմն իրերի հետ, ես կարծում եմ, որ հիմնականում շրջիկ ցուցադրություն մենք կարող ենք այլ ձևաչափով իրականացնել, որը որ այս ամենի բացումից հետո հաջորդ տարիներին կքննարկենք դրանց ձևաչափերը։ Իհարկե մեր հանդիպման առանցքային թեման հենց այս ցուցադրությունն է եւ գալիք տոնակատարությունները առհասարակ կապված մեր քաղաքամար Երևանի ծննդյան օրվա հետ, բայց նաեւ չեմ կարող չհարցնել ընդհանուր ձեր դիտարկմամբ այս թվային տեխնոլոգիաների դարաշրջանում վիրտուալ այցելությունները թանգարան ձեզ ինչ որ չափով խանգարում են, քչացնում են հոսքը մարդկանց։ Վիրտուալի նկատի ունեք այցելությունները վիրտուալ կայքով մտնել նայել թե ինչ կա թանգարանում եւ այդքանով բավարարվել։ Դա էլ շատ անհատական է, կարծում եմ, եւ մենք չենք կարող բնականաբար այն COVID-ի տարիներին, երբ որ այս հավաքածուները բոլորը թվայնացրեցին եւ մարդիկ տանից նստած նայում էին այդ ամենին, ինչ որ չափով ազդեցություն ունի, բայց միևնույն է, ես պետք է եկեք արձանագրենք, որ թանգարան այցելելը դա մշակույթ է եւ մարդիկ այցելուներ, երբ որ այցելում են, իրենք այլ զգացողություններ են ունենում։ Անկամ եթե իրենք էքսկուրսիաներ են պատվիրում եւ անձը շփում ունի էքսկուրսավարի, այսինքն այցելուն թանգարանի ներսում եւ իր հարցերը կարող է տալ, դա այլ գայթակղիչ մի բան է, որը որ չես փոխարինի ոչ մի վիրտուալ այցելությամբ։ Եվ թանգարանը այն վայրն է, որ պետք է գնալ, տեսնել, զգալ,
անգամ շատ դեպքերում մենք տեղադրում ենք այնպիսի առարկաների կրկնօրինակներ, որ շոշափեն, նյութը զգան, այս ամենը շատ թանգարանային ուրեմն տարբեր միջազգային ուրեմն փորձով մենք ուսումնասիրել ենք, գիտենք ինչպես կարելի է այցելուներին հրամցնել էքսպոզիցիաները, ցուցադրությունները, բայց բնականաբար պետք է եւս մեկ անգամ արձանագրենք, որ թանգարանները վիրտուալ այցելելու վայրեր չեն, դրանք կենթանի շփումը մարդու հետ եւ կենթանի շփումը հենց թանգարանում դրան չենք կարող փոխարինել ոչ մի վիրտուալ բան այցելությամբ։ Բայց բոլոր դեպքերում այն նշեցիք կարելի է դիպչել, շոշափել, մի բան, որ կարծես միշտ թանգարաններում խստիվ արգելվում է։ Այո, բայց միջազգային փորձով, այո, հիմա ընդունված է, եթե նյութը թույլ է տալիս կամ կրկնօրինակն են պատրաստում, որտեղ օրինակ կավե, ուզում են մարդիկ օրինակ այդ արձանագրության նման, ես շատ տեսել եմ Ճապոնիայում, այլ երկրներում իրենք նյութը տեղադրում են եւ այդ արձանագրությունը բան մարդ կարող է շոշափել, տեսնել, զգալ այդ ամենը։ Բայց նշված է, որ բնօրինակ չէ։ Այո, կրկնօրինակի մասին ենք խոսքում, բնօրինակ իհարկե չէ։ Եվ նաև այլ հաշմանդամություն ունեցող անձանց համար քույրերի կամ լսողության խանգարումներ ունեցող այցելուների համար նույնպես փորձում ենք իրականացնել հասանելի, այսինքն սոցիալական այնպիսի էքսպոզիցիաներ, ցուցադրություններ, անգամ ֆիլմ, որտեղ տեսնեն անցած տարի պատրաստել ենք մի նման ձևաչափով ֆիլմ, որպեսզի նրանք նույնպես ներառվեն եւ լինեն թանգարանի այցելուների ուրեմն համար հասանելի լինի այս նման ձևաչափով։ Իսկ ամեն դեպքում անցնելով հին ձևաչափից դեպի ժամանակակիցը, ինչ նոր մոտեցումներ եք առաջարկում այցելուներին, ավելի գրավիչ դարձնելու այցելությունները, ավելի արդիականացնելու թանգարան այցը, օրինակ, չգիտեմ, պայմանական ինչ որ հագուստ կրել, լուսանկարվել կամ ինչ որ այլ բան իրարական այդպես մեթոդները են տարբեր, որ կախված ցուցադրություններից, ցուցահանդեսի բնույթից, ձևից, օրինակ Գառնան ցուցահանդեսը ներառել ենք բոլոր կանայք հին շորերով, հին, չասեմ, հնատիպ ուրեմն, հնա շորերով ֆոտոսեսիաներ էին անում։ Հիմա մտածում ենք ինչ ձևաչափով այդ ամենը արդիականացնել, նաև սկսած անգամ հատակից, լուսավորությունից, ցուցադրական կահույքից այդ ամենը շատ կարևոր է եւ մենք փորձում ենք նման ձևով խթանել եւ ունենք ապագայում պլաններ ամբողջությամբ ձևափոխելու, քանի որ գիտեք քաղաքային թանգարանները իմ կարծիքով քաղաքների յուրատեսակ այցեքարտ են համարվում եւ շատ թանգարաններում աշխարհի քաղաքներում երբ որ բացում են ցուցադրությունը ժամանակի հետ որոշ ժամանակ հետո փոփոխում են ամբողջությամբ, քանի որ դրանք բրենդային թանգարաններ են հիմնականում քաղաքը ճանաչելու ավելի լավ եւ իրենք պիտի լինեն ամենալավներից մեկը քաղաքում, ամենահավաքածուն ներկայանալի պատշաճ կերպով եւ ես կարծում եմ մենք ապագայում նույնպես կգնանք այդ կտրվածքով մեր քաղաքի թանգարանը մեր քաղաքի մասշտաբով լավագույնը ներկայացնելու։ Շատ կարևոր մի հարցի մոտեցրեցիք, պարոն Օրբելյան, անձեն աչքով երևում է, որ մեր քաղաքի զբոսաշրջիկների թիվը ավելացել է, իսկ ձեր թանգարանային վիճակագրության մեջ նկատում եք, որ զբոսաշրջիկների թիվը շատացել է եւ կա վիճակագրություն որ երկրից, ինչն է ավելի շատ իրենց հետաքրքրում, զբոսաշրջային թեմայով տեղեկություն մեզ տրամադրեք։ Ասեմ, որ այո, զբոսաշրջիկների թիվը պաշտոնապես հրապարակումների էկոնոմիկայի նախարարության եւ զբոսաշրջային կոմիտեի անցած տարիների համեմատ բնականաբար ուրեմն շատացել է, աճի միտում կա եւ այդ ամենը ես կփաստեմ, որ թանգարանում էլ մենք տեսնում ենք շատ այցելուներ, եթե sense փորձեմ ձևակերպել, եթե ժամանակ առաջ խմբերով բերում էին, հետո մի պա այդ մոտեցումով չէր, հիմա անհատական զբոսաշրջիկները, քանի որ ինչպես ասացիք, իրենց մոբայլ device-ներով բոլորը կարողանում են տեղը գտնել, գալ, այլ այդ խմբային ծառայությունները կարծես մի քիչ խմբային туриզմը մի քիչ վերաձևափոխվել է եւ շատ անհատական տուրիստներ մեր հիմնական այցելուների թվում են ուրեմն Ռուսաստանից ռուսները, իրանցիները, եվրոպական մի շարք երկրներից, որ ստատիստիկ վիճակագրական մեր թանգարանի տվյալներով բավականին եւ ամենաշատ պահանջվածը ռուսերեն լեզվով էքսկուրսիաներն են, քանի որ մեզ մոտ պիտակները հայերեն ու անգլերեն են, ռուսները ունեն պահանջ եւ ամենաշատ հարցերը միշտ ռուսական խմբերն են տալիս եւ ժամերով էքսկուրսիաները զգվում են, տևում են։ Հիմնական թիրախային մեր լսարանը ռուսներ, իրանցիներ,
Եվ եվրոպական տարբեր երկրներ Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա, Իտալիա, ԱՄՆ, այո։ Եվ արաբական նաև ծոցի երկրներից նկատելի են խմբեր, ինչպես նաև չինացիներ, որովհետև մենք Չինաստանի հետ տարբեր նախագծեր ենք իրականացրել եւ նաև ունեցանք միջազգային Չինաստանից ցուցահանդես, որ արդեն փակվել է ամռան ամիսներին։ Իսկ ըստ պահանջարկի չեք պատրաստում նաև ռուսերեն լեզվով անոտացիոն պիտակներ, նայեք, ընդհանրապես թանգարանում շատ տեքստերով չեն ծանրաբեռնում ցուցանմուշները, որը խանգարում է տեսնելու համար, բայց ըստ ելնելով բնույթից եւ այո, դա էլ նշեմ, որ QR կոդեր ենք ներկայացնելու շուտով եւ մի մասը արդեն վերաձևափոխել ենք, փոքրիկ պատմություններ են, նաեւ ռուսերեն լեզվով, որ այցելուները կարող են սկանավորել եւ լսել ռուսերեն լեզվով, բայց առհասարակ միշտ գոյություն ունի, որ երկլեզու պիտի լինեն մեր պետական լեզվով եւ անգլերենով, որ պիտի նաեւ ռուսները տիրապետեն։ Իսկ համագործակցությունը տարբեր թանգարանների պետական միջազգային համագործակցությունը ինչ է իրենից ենթադրում, միայն ցուցադրությունների փոխանակում, այսինքն մեր ցուցադրությունը մեկնում է որևէ երկիր, այնտեղից մեկ այլ ցուցադրություն է գալիս այստեղ, թե այլ ձևաչափեր կան միջազգային համագործակցության։ Ուրեմն ասեմ, միջազգային համագործակցության հիմնականում մենք չինական շուկայի հետ մի քանի ուրեմն Չինաստանում ներկայացվել է մեր քաղաքի ուրեմն պատմության թանգարանի հավաքածուն եւ մենք ենք հյուրընկալել, բայց բացի միջազգայինից բնականաբար Հայաստանի սահմաններից ներսում էլ համագործակցում ենք վերջերս Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Խաչատուր Աբովյանի տուն թանգարանի հետ համագործակցեցինք, պլանավորում ենք Սպենդիանի տուն թանգարանի հետ համագործակցել, այսինքն մեր բոլոր գործընկեր թանգարանների հետ, թե ձևաչափով որպես ցուցահանդեսային, թե մեր նյութերով այդ համատեղ գաղափարը բնականաբար թանգարաններին շատ գրավիչ է եւ թեկուզ լուսանկարների տրամադրման եւ համատեղ իրականացնում ենք ծրագրեր։ Միջազգայինը մի փոքր խնդիրներ է առաջացնում բարդ է ժամանակի առումով, քանի որ մեծ ռեսուրսներ է պահանջում թե ֆինանսապես, թե ապահովագրության տեսանկյունից եւ նաեւ մեր թանգարանի տարածքից ելնելով, որպեսզի այստեղ հյուրընկալենք, ինչպես նաև հիմնական աշխատում ենք դուրս տանելու վրա ավելի առարկաները։ Հետաքրքրությունը կա։ Այո, նույնպես պլանավորում ենք հաջորդ տարի չինական 3 քաղաքում ունենալ ցուցահանդես Հայաստանի մասին, Երևանի մասին։ Առանց ավելորդ հետաքրքրության, թե որտեղից են ձեր արմատները, եթե դուք այսօր ապրում եք Երևանում, դուք երևանցի եք։ Իսկ ինչ է ձեզ համար Երևանը։ Ես կասեի, որ երևանցիները, որ ասում են մենք կարեն են արմատներով երևանցիներ, իրենք վերամիշտ բնիկ երևանցի, իրենք ոնց որ փորձում են մի քանի սերունդների նման ձևաչափով ասել, բնականաբար ես էլ 2-3 սերունդ Երևանում եմ ապրում, Երևանը ինձ համար, չգիտեմ, անսահման մի քաղաք է, սենց, որը որ միշտ սեր է պարգևում եւ ես նաեւ ուսումնասիրել եմ տարբեր տարիների Երևանի Երևանի տարբեր կարգախոսները հիմնականում սիրո այս տարի նույնպես սիրահարվելու քաղաք է, չէ՞, կարգախոսը Երևանի քաղաքապետարանի կողմից, այո, Երևան սիրահարվելու քաղաք եւ Երևանը ինձ համար մի բառով կարող եմ ասել դրախտավայր է։ Ես շատ եմ շրջել աշխարհի տարբեր քաղաքներում, երկրներում, միշտ կարոտով եմ Երևան գալիս։ Ես ապրում եմ Երևանի կենտրոնում։ Երևան քաղաքը ինձ համար այդ զբոսնելը, քայլելը, այդ ամենը ինձ համար ամեն ինչ է։ Ես անկեղծ եմ ասում, ինձ չեմ պատկերացնում ուրիշ քաղաքում ապրելուց։ Երբ որ մոտենում եք որևէ առաջադրանքի, աշխատանքի, գնում եք գործի, այսպես ասած, որպես երևանցի եք գնում, թե գործը պաշտոնյա եք եւ պետք է այդ գործը անեք բարեխիղճ, պրոֆեսիոնալ։ Որպես երևանցի, բնականաբար այդ ձեր թվարկած բարեխիղճ պատասխանատու այդ բոլոր շատ կարևոր են անձի համար, բայց ես իմ գործը սիրելով եմ անում։ Եթե չսիրես, չես հաջողի, ինձ թվում է, եւ սերը եւ նվիրվածությունը քո աշխատանքին դա է, որ հետագայում
տալիս է իր արդյունքը, որովհետև կարծում եմ, որ միայն ֆինանսական եկամուտի համար չի։ Գիտենք, թանգարաններում աշխատավարձերը այդքան էլ բարձր չեն մշակույթի ոլորտում եւ այլն, բայց այն սերը եւ մեծ նվիրումը, որ ցանկացած ոք կարող է ուրեմն քաղաքին տալ, դա անպատասխան չի մնա եւ ինչ որ մի ձևով կվերադարձնի քաղաքը իրեն։ Եվ բնականաբար այդ մոտեցումը նաև սերմանում եք ձեր շրջապատում։ Բնականաբար։ Ասում եք ձեր հարազատներին եկեք թանգարան, եկեք տեսեք ինչ կա։ Իհարկե ասում ենք ու շատ ողջավորված բոլորը փորձում են այցելել մեր ցուցադրությունները, մեր միջոցառումները, հասանելի ենք դարձնում, օրինակ թեմատիկ սեմինարներ ենք ունենում, ներկայացնում ենք տարբեր Երևանի ճարտարապետության մասին, տարբեր տարվա ընթացքում շատ զանազան, կրթական բաղադրիչ իմանալու, եւ կարող եմ ասել, որ սոցիալական ցանցերը նույնպես մարդիկ նայում են, տեսահոլովակներ են օրինակ փոքրիկ երբեմն պատրաստում քաղաքի համար այդ ռիլսերը եւ հասկանում ենք, որ ինչքան մարդիկ ունեն պահանջ ավելին իմանալու եւ հատկապես Երևանի պատմությունը, որը շատ հետաքրքիր է։ Այդ դուք դառնալով թանգարանի տնօրեն, ամենամեծ բացահայտումը Երևանի մասին որը եղավ ձեզ համար։ Դե շատ բացահայտումներ ենք ունեցել տարբեր, չեմ կարող այս պահին առանձնացնել, բայց ինձ համար ամեն անգամ թանգարանային արխիվները, ֆոնդերը ուսումնասիրելը դրանք բացահայտում են, թե ինչ որ մի գեղանկարիչի ուրեմն աշխատանքը ուսումնասիրելիս, թե ինչ որ պատահաբար մի նյութ փնտրելիս, որ գտնում ես տարեթվի ճշտումը եւ այլը, որը որ փորձում ենք նաեւ տարբեր ձևերով իրականացնենք, ամեն օր ես ապրում եմ եւ աշխատում եմ մի քաղաքում, մի աշխատավար, որը բացահայտումների մի շարքեր է ինձ ներկայացնում, այդ պատճառով տենց չեմ կարող։ Իսկ հենց Երևանի հետ կապված ինչ որ բան չեք մտաբերում այս պահին։ Չէ, այս պահին չէ, մտաբերեմ բացահայտումը Երևանի, ինձ շատ հետաքրքիր է միշտ թաղամասերի պատմությունը, Երևանի անունների ձևափոխությունները, ինչպես է դա դարձել եւ ես այդ ուղղությամբ տարբեր աշխատություններ եմ հիմա աշխատում եմ դրանց վրա, որպեսզի բացահայտեմ եւ դա էլ կուզեմ գաղտնիք մնա, որ հետո մի նոր նախագծի շրջանակում կարողանանք զրուցել այդ շրջանում։ Եվ հանդիպման առիթ լինի, այո։ Եվ մեր զրույցի ավարտին, քանի որ ցուցահանդեսը պետք է նոր մեկնարկի, իր ցուցադրությունը եւ տոները արխիվում են, ինչ խոսքով կդիմեք երևանցիներին կապված այդ հետաքրքիր յուրօրինակ ցուցադրության հետ։ Ես նախ կուզեմ երևանցիներին կոչ անել, հորդորել մասնակցել մեր քաղաքի միջոցառումներին, բոլորը, որը կազմակերպվում է այո քաղաքապետարանի կողմից, նախ այցելել նաև մեր ցուցադրությունը, որը վստահ եմ շատ հիշարժան էմոցիաներ կպարգևի եւ բնականաբար քաղաքային օրերին վերածվելու է հոկտեմբեր օրը ուրեմն կլինի էլեկտրոնային ուրեմն երաժշտության երեկոդյան ապկար պուրակում եւ հոլովակները պատրաստել է Երևանի քաղաքապետարանը, սոցիալական ցանցերում կարող ենք տեսնել եւ գալա համերգը հրապարակում եւ հրավառությունը մենք դրա կարիքը ունենք մեր հասարակությունը նշելու, տոնելու քաղաքի հիմնադրման ուրեմն տարեդարձը բոլորին կոչ եմ անում ակտիվ մասնակցել, որտեղ լինելու է գարեջրի, ուրեմն հատված, գինու հատված, ջազ, ռոք, տարբեր երաժշտական դասական բեմ, տարբեր երաժշտական ուրեմն հարթակներ կլինեն, կարծում եմ մարդիկ կվայելեն իրենց օրը, այցելուներ, երևանցիները եւ վերջում հրավառությունով կսահմանափակվի։ Այս ամենը ինչ որ ես էլ եմ տեղեկացել համացանցից։ Իսկական տոնախմբություն։ Այո։ Բավականին պատկառելի տարիքում գտնվող մեր քաղաք Երևանի համար շնորհակալություն պարոն Նորբելյան, որ ընդունեցիք հրավերը, շատ հետաքրքիր է, ամենակարևորը ջերմ տեղեկություն մեզ տրամադրեցիք այն ցուցադրության հետ կապված, որը կարծում եմ շատերի համար հիշարժան կլինի իհարկե այցելելուց հետո, ոմանք կարոտով, ոմանք նոր բացահայտումներով, այնպես որ համեցեք Երևանի պետական պատմության թանգարան։ Իսկ այսօր հյուրընկալել էինք թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանին։ Ձեզ հետ էր Սուսաննա Հովհաննիսյանը, մինչ նոր հանդիպում։